Ավետարան ըստ Մարկոսի 9 Հիսուսի պայծառակերպությունը 6 օր հետո Հիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին ու առանձին նրանց հանեց մի բարձր լեռան վրա և նրանց առաջ պայծառակերպվեց։ Եվ նրա զգեստները փայլուն խիստ սպիտակ դարձան, այնպես որ երկրի վրա ոչ մի լվացք անող չի կարող այդքան սպիտակեցնել։ Եվ նրանց երևաց Եղիան Մովսեսի հետ մեկտեղ, ու նրանք խոսում էին Հիսուսի հետ։ Պետրոսը Հիսուսին ասաց. «Ռաբբի, լավ է, որ մենք այստեղ լինենք և 3 տաղավարներ շինենք, մեկը քեզ, մեկը Մովսեսի և մեկն էլ Եղիայի համար»։ Սակայն չգիտեր, թե ինչ էր խոսում, որովհետև զարհուրած էին։ Եվ մի ամպ նրանց վրա հովանի եղավ, ամպից մի ձայն եկավ, որ ասում էր. «Դա է իմ սիրելի որդին, դրան լսեցեք»։ Եվ հանկարծակի այս ու այն կողմ նայելով, այլևս ոչ միտեղ ոչ ոքի չտեսան, այլ միայն Հիսուսին, իրենց հետ։ Եվ մինչ լեռնից իջնում էին, նա պատվիրեց նրանց, որ իրենց տեսածը մարդու չպատմեն, մինչև որ մարդու որդին մեռելներից հարություն առնի։ Նրանք այս խոսքը իրենց մտքում պահում էին և միմյանց հարցնում էին, թե ինչ է մեռելներից հարություն առնելը։ Ապա հարցրին նրան ու ասացին. «Այն ինչ է, որ օրենսգետներն ասում են, թե նախ Եղիան պետք է գա»։ Նա պատասխանեց նրանց և ասաց. «Եղիան նախ պիտի գա և ամեն բան կարգի պիտի դնի։ Իսկ ինչու մարդու որդու մասին գրված է, որ շատ չարչարանքներ պիտի կրի ու անարգվի։ Բայց ես ասում եմ ձեզ, որ Եղիան եկավ և նրան արեցին, ինչ որ կամեցան, ինչպես որ գրված է նրա մասին»։ Լուսնոտ երեխայի բժշկումը։ Եվ աշակերտների մոտ գալով նրանց շուրջը տեսավ մեծ բազմություն և օրենսգետներ, որոնք վիճում էին նրանց հետ։ Եվ իսկույն ամբողջ ժողովուրդը, երբ տեսավ նրան, զարմացավ և ընդառաջ վազելով ողջույն էր տալիս նրան։ Հիսուս աշակերտներին հարցրեց. «Ինչի մասին էիք վիճում նրանց հետ»։ Ժողովրդի միջից մեկը պատասխանեց և ասաց. «Վարդապետ, քեզ մոտ բերեցի որդուս, որին մի համր չար ոգի է բռնել է, և ուր պատահում է, նրան գետնին է զարկում, փրփրում է, ատամներն է կրճտացնում և ապա չորանում մնում է։ Քո աշակերտներին ասացի, որ հանեն, բայց չկարողացան հանել այն»։ Նա պատասխանեց նրանց և ասաց. «Ով անհավատ ծերունդ, մինչև երբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչև երբ ձեզ պիտի հանդուրժեմ, բերեք նրան ինձ մոտ»։ Եվ նրան բերեցին իր մոտ։ Երբ չար ոգին նրան տեսավ, իսկույն ուժգին ցնցեց տղային, որը գետնին ընկնելով թավալվում էր ու փրփրում։ Հիսուս հարցրեց նրա հորը և ասաց. «Ինչքան ժամանակ է անցել այն օրվանից, ինչ այդ նրան պատահել է»։ Եվ նա ասաց. «Մանկությունից»։ Շատ անգամ չար ոգին կրակի և ջրի մեջ է նետում նրան, որ կործանի։ Արդ եթե մի կերպ կարող ես, օգնիր մեզ, Տեր, գթալով մեզ»։ Եվ Հիսուս նրան ասաց. «Ասացիր, եթե կարող ես, ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է»։ Երեխայի հայրը իսկույն աղաղակեց և ասաց. «Հավատում եմ, օգնիր իմ անհավատությանը»։ Երբ Հիսուս տեսավ, որ ժողովուրդը իրար վրա է հավաքվում, սաստեց պիղծ ոգուն և ասաց. «Դու համր և խուլ ոգի, ես հրամայում եմ քեզ, դուրս ելիր նրանից և այլևս չմտնես դրա մեջ»։ Եվ չար ոգին ճչաց, ուժգին ցնցեց նրան ու դուրս ելավ։ Եվ պատանին մեռելի պես եղավ, այն աստիճան, որ շատերը ասացին, թե մեռավ։ Հիսուս բռնեց նրա ձեռքերից, բարձրացրեց նրան և նա ոտքի կանգնեց։ Եվ երբ Հիսուս տուն մտավ, աշակերտները առանձին հարցրին նրան. «Ինչու մենք չկարողացանք հանել դրան»։ Եվ նա նրանց ասաց. «Այդ տեսակը ուրիշ բանով չի ելնի, եթե ոչ ծոմապահությամբ ու աղոթքով»։ Կրկին կանխասացություն մահվան և հարության մասին։ Այնտեղից ելնելով, նրանք անցնում էին Գալիլեայի միջով և Հիսուս չէր կամենում, որ որևէ մեկն իմանա, քանի որ իր աշակերտներին ուսուցանում էր
եւ նրանց ասում. «Մարդու որդին մատնվելու է մարդկանց ձեռքը, նրանք պիտի սպանեն նրան, եւ երբ նա սպանվի, երրորդ օրը հարություն պիտի առնի»։ Բայց նրանք չէին հասկանում այդ խոսքը եւ վախենում էին նրան հարցնել։ Մեծ արքայության մեջ եկավ Կափառնայում եւ երբ տուն մտավ, աշակերտներին հարցրեց. «Ճանապարհին իրար հետ ինչի մասին էիք վիճում»։ Եվ նրանք լուռ էին մնում, որովհետև ճանապարհին իրար հետ վիճում էին, թե ով է մեծը։ Եվ երբ նստեց, կանչեց 12-ին ու նրանց ասաց. «Եթե մեկն ուզում է առաջին լինել, բոլորից վերջինը եւ բոլորի սպասավորը պիտի լինի»։ Եվ մի մանուկ վերցնելով կանգնեցրեց նրանց մեջ եւ նրան իր գիրկն առնելով նրանց ասաց. «Ով այսպիսի մանուկներից մեկին ընդունում է իմ անունով, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ոչ թե ինձ է ընդունում, այլ նրան, ով ինձ ուղարկեց»։ Ով մեր դեմ չէ, մեզ հետ է։ Հովհաննեսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապետ, տեսանք մեկին, որը քո անունով դևեր էր հանում, բայց մեզ հետ չէր շրջում, եւ արգելեցինք նրան»։ Եվ նա ասաց. «Արգելք մի եղեք նրան, որովհետև չկա մեկը, որ իմ անունով զորավոր գործեր անի ու կարողանա ինձ հայոյել, քանզի ով մեզ հակառակ չէ, նա մեր կողմն է, եւ ով որ ձեզ մի բաժակ ջուր խմեցնի հանուն այն բանի, որ դուք Քրիստոսինն եք, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»։ Գայթակղության մասին։ Եվ ով որ ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար ավելի լավ կլիներ, եթե նրա պարանոցից կախված լիներ էշի մի երկնաքար եւ ծով գցվեր։ Եվ եթե քեզ գայթակղեցնում է քո ձեռքը, կտրիր դեն գցիր քեզնից, որովհետև քեզ համար ավելի լավ է խեղված մտնել հավիտենական կյանքը, քան թե երկու ձեռք ունենալ ու գնալ գեհեն, անշեջ կրակի մեջ։ Եվ եթե քո ոտքն է գայթակղեցնում քեզ, կտրիր քեզնից դեն գցիր այն, լավ է, որ դու գաղ մտնես հավիտենական կյանքը, քան թե երկու ոտք ունենաս ու գեհեն ընկնես։ Եվ եթե քո աչքն է գայթակղեցնում քեզ, քաշիր հանիր այն, լավ է, որ դու մեկ աչքով մտնես Աստծու արքայությունը, քան թե երկու աչք ունենաս ու ընկնես գեհեն, ուր նրանց որդը չի մեռնում եւ կրակը չի հանգչում, որովհետեւ ամեն ինչ կրակով պիտի աղվի։ Աղը լավ բան է, բայց եթե աղը անհամանա, ինչով պիտի համեմվի։ Արդ դուք ձեր մեջ ունեցեք աղը եւ իրար հետ խաղաղությամբ ապրեցեք։